Գրեթե 3 տարի առաջ հանրապետությունը ցնցվեց զինված ուժերում հերթական զոհերի մասին տեղեկատվության տարածումից հետո։ Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի վերաբերյալ ահռելի քանակությամբ տեղեկություն է այս ընթացքում հայտնվել լրահոսում, բայց այդպես էլ լույս չի սփռվել 15 զինվորների մահվան հանգամանքների վրա։ Ավելին, զինվորների հարազատները նշում են, որ փորձագետների եզրակացությունները հիմա ավելի շատ հարցեր են առաջացնում։ Օրինակ, վերջին նիստի ընթացքում զոհված զինվորների հարազատների հարցերին պատասխանել է հրդեհատեխնիկական ոլորտի փորձագետը։ Նրա պատասխանները, սակայն, տուժած կողմի ներկայացուցիչների զայրույթն են առաջացրել։ Մասնավորապես խոսքը վերաբերել է այն հարցին, թե ինչու է կացարանի հատակը տեղ-տեղ այրվել, չնայած տրամաբանորեն դա չպետք է համընկներ դեպի պաշտոնական բացատրության հետ։ Այլ կերպ ոնց կարար կրակը ասենք, եթե արտաքին կողմից չի անցել, մեկը տեղից մյուսը տակից չի անցել, ոնց է մեկ ստեղավ առը, մեկ արանքա, խոսքի օրինակ մի մետր նորմալ առողջ ապոլը, մեկ այն կողմն է վառվել։ Ասма չգիտեմ, չեմ կարա ասեմ, բայց այդ հարցին ով կարա պատասխանի այդ դեպքում։ Բազմաթիվ հարցեր են առաջացնում նաև կացարանից դուրս պրծած վկաների ցուցմունքները, ասում են ծնողները։ Օրինակ, ինչպես է երկու անձի հաջողվել դուրս գալ Ճաղավանդակի արանքից, իսկ մյուս 15-ին ոչ։ Ինչու են վկաներն իրար հակասող ցուցմունքներ տալիս։ Միևնույն տեղում տեղի ունեցած գործողություն, որտեղ այդ երկուսը տեսել են, ոնց կարող մեկը մի բան տեսնի, մեկ ուրիշ բան։ Առաջի դուրս եկողը, որ սկզբում են հանե, ասма կրակ արդեն մի մետրի չափով մտել էր սենյակը, տեղից է ոտքերս վառվե, իսկ ով երկրորդնա դուրս եկի, ասма կրակը դեռ սենյակ չէր մտել, այսինքն ինչ ա, կրակը նահանջում էր, արդեն հակառակ ուղղությամբ էր գնում, որ երկրորդ դուրս է, որ նրանից հետո է դուրս եկե, կրակ չի տեսել։ Մարդկանց վստահություն չի ներշնչում նաև մեղադրյալի ցուցմունքները, ով նրանց ձևակերպմամբ անգիրարած միևնույն նախադասությունն է անընդհատ կրկնում։ Տպավորություն ունեն, թե բոլորի խնդիրը պաշտոնական վարկածի հաստատումն է։ Այդպես մեկը չկա, որ հավատա, որ այդ տղեկան դեղ մնացին։ Այս սա պատահական դեպք ա եղել, բայց ում ձեռով արվե, թուրքի ձեռով արվե, հայի թուրքի ձեռով արվե։ Հայաստանի զինված ուժերում խաղաղ պայմաններում մահերի քննության մասով եղել են եւ կան բազմաթիվ հարցեր։ Իրավապաշտպանների տեսանկյունից նման գործերի քննությունը միշտ ունեցել է մեկ խնդիր։ Զոհերի ներկայացուցիչներին հազվադեպ են տալիս պատասխաններ հանցագործության պատճառների եւ իրական մեղավորների վերաբերյալ, բայց մոտ 1 տարի առաջ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել հենց նման բովանդակության գործերի քննության վերաբերյալ։ Նախարարների կոմիտեի արձագանքից հետո բավական փոքր ավելի ուշադրություն է դարձվում եւ ավելի լրջորեն ու ջանասիրաբար է քննչական մարմինը վերաբերում այս գործերի քննությանը։ Մի քանի գործերի մասով արդեն կան քննչական մարմինների եզրակացություններ, որոնք իրավապաշտպանների մոտ որոշակի հույսեր են առաջացնում զինված ուժերում տեղի ունեցած մահերի քննության առնչությամբ։ Դատավճիռ պայացվեց, որով ինքնասպանություն հարցնելու հոդվածով երկու զինծառայողի ընկերները դատվեցին։ Ռազմական ոստիկանության պատժախցում ինքնասպանություն գործած զինծառայողի գործով արդեն նախաքննությունը քննչական մարմինն ավարտել է եւ գործն ուղարկում է դատարան։ Այդուհանդերձ այստեղ կարևորը քննչական եւ դատական համակարգի կատարած աշխատանքի վերաբերյալ հենց տուժողների ներկայացուցիչների վստահության գործոնն է։ Ազատի զինվորական կացարանի հրդեհի պատճառով զոհվածների ներկայացուցիչները չունեն հենց այդ վստահությունը։ Ավելին, նրանք համոզված են, որ այդ դատաքննությունը իրենց որևէ հարցի այդպես էլ պատասխան չի տալու։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։